Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն է։ Բարի երեկո, պարոն Աղայան։ Եվ այսպես, հիդրոէկոլոգիա, շատ այսպես օգտագործվող բառ է, շատ հետաքրքիր, մասնավորապես վերջին տարիներին բավական շատ է օգտագործվում, հատկապես շատ են ասում, չէ, էկոլոգիապես ոչ մաքուր սնունդ, օդի աղտոտվածություն, ի վերջո, ինչպիսին է մեր հիդրոէկոլոգիան։ Տեսեք, շնորհակալություն հրավերի համար, հետևյալ խնդիրն է, հիդրոէկոլոգիան եւ ցանկացած այլ երևույթ հասկանալու համար պետք է պարբերական հետազոտություններ իրականացնել եւ մեր կենտրոնը Գերմանիայի մեր գործընկերների հետ համատեղ վերջին 5-6 տարում ամենամսյա հետազոտությունների արդյունքում մասնավորապես Սևանա լճում, հա, մեր ամենամեծ հիդրոէկոլոգիական այսպես խնդիրներից ու ռեսուրսներից մեկը կատարվել են հետազոտություններ, մոնիտորինգներ եւ բացահայտել են այն խնդիրները, որոնք առկա են եւ տվել են այն մոնիտորինգի մեխանիզմները, որոնք որ կառավարությունները արդեն պարտավոր են իրականացնել մեր դեպքում մեր կառավարությունը, մեր շրջակա միջավայրի նախարարությունը։ Ինչպիսին է մեր հիդրոէկոլոգիան, Սևանի պարագայում կարող ենք ասել, որովհետև կատարվել է երկարաժամկետ մոնիտորինգային ծրագիր։ Այլ ջրային ռեսուրսների պարագայում պետք է նույնը անել։ Միտքը այն է, եթե մենք չունենք հետազոտություններ, որոնք որ պետք է գիտահեն, հա, գիտնականների կողմից իրականացվել, մենք ցանկացած էկոհամակարգ, ցանկացած միջավայր, ցանկացած վիճակի մասին արտահայտած մտքերը լինելու են սին եւ զուրկ որևէ հիմքից։ Սևանի օրինակով կարող ենք ասել։ Սևանի օրինակով կարող ենք ասել, որ վիճակը վատ է, մասնավորապես օրգանական միացությունների, այսպես կուտակումների եւ ջրի շրջապտույտի հետ կապված, որը հանգեցնում է, գիտեք, վերջին տարիներին այսպես ծաղկման, ցիանոբակտերիալ ծաղկում է դա կոչվում, ծաղկման ներողություն եւ այդ շրջանակներում կա որոշակի միջոցառումների շրջանակ, որը որ մեր կենտրոնի եւ շրջակա միջավայրի աշխատակիցների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում տրվել է որպես ռեկոմենդացիաներ, այսինքն խորհրդատվություն, թե ինչ է պետք անել, ինչպես է պետք մաքրել եւ այլն եւ այլն։ Այս պահին վատ է եւ շարունակում է մնալ վատ։ Այսինքն Սևանի այդ ծաղկման, այդ ամեն ինչի պատճառները նաև հենց այդ հիդրոէկոլոգիայի։ Այո, այսինքն հիդրոէկոլոգիան իրենից տեսեք, ցանկացած համակարգ էկոլոգիական ինքը հատկապես կենսաբանական համակարգերի մասին է խոսքը, իրենք շատ բարդ համակարգ են, այսինքն այդ համակարգում եթե մենք որևէ բաղադրիչ նվազեցնում ենք, չգիտեմ, ավելացնում ենք կամ խախտում ենք, դա բերում է իր հետևանքից շղթայական որոշակի ռեակցիաների, որովհետև այդ բոլոր օրգանիզմները այդ համակարգում միմյանց հետ փոխկապակցված են եւ միմյանցից կախված են։ Եթե մենք օրինակի համար ձեր նշած սիգի հիմնախնդրի հետ կապված, եթե մենք հանում ենք կամ ավել ենք որսում սիգի հետ կապված սննդային շղթայում գտնվող բոլոր բաղադրիչների վրա մենք ազդում ենք։ Այսինքն ազդում ենք ամբողջ համակարգի վրա։ Այսինքն այստեղ պետք է շարունակել պարբերական այդ հետազոտությունները, դրանց հիման վրա հասկանալ, թե ինչ է պետք հաջորդ քայլում անել։ Այս պահին հստակ պարզ է, որ առաջնահերթ է շրջակա գյուղերի, գետերի եւ գետային ավազանների շրջակա գյուղերի կոյուղու հարցերը լուծել։ Այսինքն ինչ է ստացվում, ես ոնց հասկանում կոյուղու ջրերը լցվում են գետերը, հետո այդ ջուրը գալի ամբողջությամբ լցվում է Սևանա լիճ։ Առանց որևէ մաքրման, առանց որևէ այսպես մշակման, այդ գետերում է լցվում կոյուղիները, այդ գյուղերի, որոնք որ բավականին շատ են եւ գետերով այն հասնում է լիճ, որտեղ լճի նաեւ մակարդակի այսպես ցածր լինելու պատճառով չի հասցնում վերականգնվել եւ լիճը չի հասցնում, այսպես ասած, մարսել այդ ամեն ինչը։ Եվ այստեղ առաջնահերթ խնդիրներից է լուծել կոյուղու հարցը այդ գյուղերի։ Երկրորդ խնդիրներից մեկը բնականաբար տեսեք, մենք միշտ խոսում ենք նաև կլիմայի փոփոխության մասին եւ գիտնականները այսպես գիտեն, որ դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով, ամեն տարվա ռեժիմով եւ դրա վրա ազդել մենք ըստ էության չենք կարող, այսինքն կլիման գլոբալ է փոփոխվում եւ այս փոքր
բայց մենք կարող ենք մեր միջոցառումներով մեղմել դրա հետևանքները։ Այսինքն, եթե խոսքը վերաբերում է Սևանին, պետք է խելացի ձևով, այսպես մշակված ձևով աշխատել են ուղղությամբ, որ մակարդակը բարձրանա, աշխատել են ուղղությամբ, որ օրգանական նյութերը, մասնավորապես կոյուղու եւ այլն, հնարավորինս քիչ լցվեն լիճ եւ զբաղվել լճի նաեւ շրջակայքում։ Տեսեք, բարձրացման հետ կապված մենք եւս մի օրգանական նյութերի հոսք ենք հսկա ունենում, որովհետեւ շրջապատում ծառեր են, չգիտեմ, այլ այսպես օրգանական նյութեր պարունակող, օրգանիզմներ, որոնք որ եւս ավելանալու են, դրա համար ասեցի, որ պետք է մտածված հստակ պլանով դա անել, որպեսզի ավելի մեծ վնաս չհասցնենք լճի էկոհամակարգին։ Լճի էկոհամակարգի վնասից բացի, երբ չթույլատրված ժամանակ սիգի որս է իրականացվում, այդ դեպքում ինչ վնաս է հասցվում ձկան պաշարին։ Տեսեք, ստեղ մեր ցկնաբանները ավելի այսպես գրագետ կպատասխանեին այդ հարցին, բոլոր դեպքերում, միացված է ձեզ, ես այդ հարցը ձեզ եմ տալիս։ Փորձեմ ես ավելի այսպես մատչելի ձևով պատասխանել։ Տեսեք, էլի գալիս ենք այդ էկոհամակարգի ամբողջականության եւ շարունակականության սկզբունքին, որ ցկները, եթե օրինակ այն տարիքում են կամ փոքր վիճակում են, որ պետք է դառնան սեռահասուն, հետո բազմանան եւ նոր սերունդ տան, եթե մենք այսպես սերունդն ենք նոր հələ ոչ չաճած վիճակում, չմեծացած վիճակում ցկներին ենք վնասում կամ որսում, ստացվում է, որ մենք չենք ունենալու համապատասխան քանակի հասուն առանձնյակներ, որոնք պետք է բազմանային եւ հաջորդ սերունդ թողնեին, իսկ քանի որ այդ որսի սեզոնին նաեւ շարունակվում է այդ որսը, նշանակում է, որ մենք մի հատ էլ նորից այդ հասուն, այսինքն քիչ առանձնյակներից ձևավորվել է ինչ-որ հասուն պոպուլյացիա, այդ հասուն պոպուլյացիայից էլ ենք որսում։ Ստացվում է, որ մենք ոչ միայն այսպես փոքր ցկներին, որտեղ որ չի թույլատրվում այդ որսը, ինչի չի թույլատրվում, որտեղ ծվադրման սեզոն է, որովհետև, չգիտեմ, ցկները այդ հələ փոքր են, չեն հասել համապատասխան չափսերի, մի հատ այդ ժամանակ ենք կտրում, այսինքն մի մեծ զանգված պոպուլյացիայից այդ ժամանակ ենք կտրում, մի հատ էլ այն որսի թույլատրման ժամանակ ենք կտրում, ինչը ստացվում է կրկնակի այսպես որս է կատարվում, ինչը նաև իր հետևանքներն է ունենում, մասնավորապես այդ ձկներն էլ իրենց հերթին սնվում են այլ օրգանական նյութերով եւ այդ օրգանական նյութերը մնում են լճում, ստացվում է, չեն մարսվում, այդ էկոհամակարգի կողմից եւ ստանում ենք այն, ինչ ստանում ենք, այսինքն ունենում ենք էկոհամակարգում դիսբալանս տարբեր նյութերի, որը իր հերթին բերում է տարբեր միկրոօրգանիզմների արդեն աճին, բազմացմանը, բարենպաստ պայմաններ են ստեղծում նույն ցիանոբակտերիաների համար, որոնք որ տեղում սկսում են եւ այդ ստանում ենք այդ այսպես ասած տոքսիկ վիճակ, այսինքն տարբեր ծաղկման երևույթներ են տեղի ունենում, որի հետևանքները նաեւ ամռանն ենք զգում, բայց պարոն Աղայան, նաև էկոլոգիային լուրջ վնաս հասցրեց, ամեն դեպքում դա մասնագետների կարծիքն են փոխանցում ձեզ եւ կարծում եմ դուք կկիսեք այդ կարծիքը 90-ականների անտառահատման դեպքերը, երբ տարբեր հատվածներում Հայաստանի այդպես ապօրինաբար հատվում էին անտառները եւ ոչ միայն 90-ականներին, 2000-ականներին էլ այդ գործընթացը շարունակվում էր ապօրինի անտառահատումների, ինչ վնաս հասցրեց դա մեր էկոլոգիային եւ դա եւ Երևանում տեղի ունեցած այսպես լայն մասշտաբով այդ կառուցապատումն, բարձրահարկերի կառուցումը։ Այդ մասով, տեսեք, էլի գալիս ենք այն մտքին, որ մենք ամեն ինչ անում ենք այսպես հայերեն փորձեմ արտահայտվել առանց մտածելու, լավ, այսպես ասեմ, ու առանց որևէ հետազոտություն հիմքում ունենալու։ Անտառահատումները 90-ականներին կենսական անհրաժեշտություն էին մեր ժողովրդի համար եւ այստեղ ես չէի ուզենա խոսել վնասներից, որտեվ մեծ վնաս է հասել, որտեվ երբ որ դուք տեսեք անտառը ինքը էլի վերցնենք, էկոհամակարգ է, ոչ միայն այդ ծառներով, այլ նաեւ տարբեր այն կենտանի օրգանիզմներում, որոնց համար դա բնադրավայր է, չգիտեմ, ապրելավայր է եւ բնականաբար դա վերաբերում նաեւ հողի
էկոլոգիային, այսինքն հողերում էլ երբ որ կա այնտեղ արմատային աշխատող համակարգ լրիվ այլ միջավայր է, հա, երբ որ չկա այդ ամեն ինչը, հողերն էլ իրենց հերթին ենթարկվում են էրոզիաների, այդ օրգանական նյութերը փտում են, նոր միջավայր է ձևավորվում, այսինքն այս էլ շղթայական ռեակցիայից այդ դեպքում դա նպաստեց օդի աղտոտվածությանը, նպաստեց հիվանդությունների աճին, որովհետև Հայաստանում կան մարզեր, Սյունիքի ինչ-որ մի հատված, Լոռիում, որտեղ այդ քաղցկեղով հիվանդների թիվը շատ ավելի շատ է լինում, ի տարբերություն մյուս մարզերի։ Տեսեք, դրանք ուղիղ փոխկապակցել անտառների հատման հետ մի փոքր սխալ կհամարեի։ Նաև հանքարդյունաբերությունը նպաստեց։ Դա առավել, այո, ինչպես ես ուզում եի դա նշել, որ դա առավել կարող է կապված լինել հանքարդյունաբերության հետ։ Բայց անտառահատումը նպաստեց օդի աղտոտվածությանը կամ ջերմաստիճանի փոփոխությանը։ Այո, դա տեսեք, անտառները եւս դա ձևավորում են միկրոկլիմա, ձևավորում են, գիտեք, անտառները նաև անընդհատ ֆոտոսինտեզ են կատարում, որի արդյունքում թթվածնի քանակ է միջավայր, այսպես ասած, բաց թողնվում, որը ազդում է օդի միկրոկլիմայի վրա, փոշու վրա, աղմուկի վրա։ Տեսեք, մենք միշտ խոսում ենք տարբեր փոշու եւ այլնի մասին, բայց չենք խոսում աղմուկի մասին, որը բավականին բարձր է նաեւ Երևան քաղաքում, հենց նույն այդ կանաչ զոնաների պակասի պատճառով։ Այո, դա ուղղակիորեն ազդում է օդի աղտոտվածության վրա, որովհետեւ գիտենք, տերևները նաեւ իրենք որոշակի այսպես ձգող կլանող հատկություն ունեն փոշու տեսանկյունից, դա միանշանակ ազդեց կլիմայի վրա, որովհետև այնտեղ որտեղ ծառներ են, կլիման ավելի մեղմ է, միանշանակ, եւ իհարկե դա ազդեց աղմուկի այսպես ավելի հեշտ տարածման վրա, որը ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության վրա եւ իհարկե ստրեսի եւ այլ բանի պատճառներ կարող է հանդիսանալ, որը միանգամից չենք զգալու։ Տեսեք, շատ փոփոխություններ, շատ ազդեցություններ, որոնք որ էկոլոգիայի հետ են կապված մարդու առողջության, դա կարող է տարիներ հետո իր ազդեցությունը ունենա, բայց այնուամենայնիվ կարող ենք ասել, որ անտառահատումը նպաստեց ինչ-որ առումով կլիմայի փոփոխությանը։ Միանշանակ ազդում է, տեսեք, կա լոկալ կլիմա, որը ձևավորում է լոկալ, հա, այսպես ասած, համակարգի կողմից եւ իհարկե այդտեղ ազդեց։ Գլոբալ կլիմայի փոփոխության վրա ազդում են գլոբալ երևույթները, գլոբալ ծառահատումներ, CO2-ի արտանետումներ եւ այլն, բայց այստեղ մենք տեղում այդ միկրոկլիման, այո, փոխում ենք, երբ որ անտառահատումներ ենք անում, մասնավորապես այո, զանգվածաբար։ Ես հիմա նաև Երևանի օրինակը կարող եմ բերել, այստեղ բայց շատ հակասական է, տեսեք, կանաչ տարածքները 30 տարի շարունակ վերացվեցին, Օղակաձև զբոսայգի, Հաղթանակ զբոսայգի, այդտեղ բոլորը կարծես թե ռեստորաններ, հյուրանոցներ, ժամանցի կենտրոններ, հիմա կարծես թե ինչ-որ առումով փորձում են որոշ տարածքներ հետ բերել, բայց այդուամենայնիվ Երևանում կան մայթեր, որ պարզապես պետք է թռչկոտելով անցնել, որովհետև քայլելու տեղ անգամ չկա։ Բայց միևնույն ժամանակ, երբ դա նպաստում է օդի աղտոտվածությանը, կլիմայի փոփոխությանը, ստացվում է այնպես, որ ձմռանը ամեն դեպքում շատ ավելի տաք է, իհարկե ամռանն էլ տապ է լինում, ինչ որ մի 1-2 ամիս, այդ հուլիս-օգոստոսի հատվածը։ Դա ինչով է պայմանավորված։ Տեսեք, ձմռան տաք լինելը դա կապված է, ելի եմ ասում, գլոբալ փոփոխությունների հետ կա։ Իսկ ամռան տապը, իսկ ամռան այդ միկրոկլիման, որը պետք է պաշտպաներ, պետք է ապահովվեր ծառների կողմից, այո, դա միանշանակ, տեսեք, գլոբալ փոփոխությունը բերում է տարեկան միջինը 1-1.5 տասնամյակում ներողություն 1-1.5 աստիճանի փոփոխության, այսինքն դա այսպես որ գլոբալ ենք մտածում, տեղային առումով այդ կան էլ մեծ ազդեցություն չպետք է ունենար, բայց քանի որ մենք նաև չունենք տեղական միկրոկլիմա ձևավորող այդ ծառներ, այսինքն ունենք շատ քիչ են, դա ավելի մեծ ազդեցություն է ունենում, այսինքն երբ որ 35 աստիճան է դրսում ու 36.5, դա ավելի մեղմ ենք մենք զգում մեր մաշկի վրա, երբ որ շրջապատված ենք ծառներով, որտեղ ծառները իրենց շուրջ ձևավորում են այդ միկրոկլիման եւ իհարկե հով տարածքներն, շերտեր են ստեղծում։ Իսկ եթե չկան այդ ծառածածկ մեծ լայնատերև մասնավորապես ծառածածկ տարածքները, դա բերում է այդ ամռան տապերին, մարդկանց ինքնազգացողության վատացմանը, փոշու մեծ քանակի առկայության օդում եւ այլն, այսինքն էլի այդ շղթան իրանից ներկայացնում է
պրոֆիլ եւ շատ մեծ տարբեր ուղղվածություններ ունեցող փոփոխություններ։ Իսկ խնդրի կարգավորման միակ տարբերակը կանաչ տարածքների ավելացումն է։ Ոչ միայն, բայց նաև դա անել խելացի ձևով, էլի եմ ասում, այստեղ հստակ բոլոր վերցնենք զարգացած երկրներում, հա, վերջերս մի տարի առաջ կարծեմ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կանաչապատման եւ այդ համապատասխան բաժնի աշխատակիցներ եկել եւ փորձում էր քաղաքապետարանին օգնել եւ այդ թվում մեր կենտրոն էր այցելել, էլի մենք այդ հարցը բարձրացնում ենք, որ համապատասխան որոշումները պետք է կատարվեն միայն հետազոտությունների հիման վրա։ Դա կարող է լինել, չգիտեմ, մի ամիս տևողությամբ հետազոտություն, դա կարող է լինել մի տարի տևողությամբ, բայց չի կարելի հապճեպ, հրատապ, թեկուզ ծառատուն կանել։ Դա հավատացեք կրկնակի վնասելու է, որովհետև դրա հետ գալու են, չգիտեմ, վնասատուներ, որոնց մեր տեղական բույսերը ադապտացված չեն։ Դրա հետ գալու են այլ երևույթներ, որոնք որ շատ մեծ վնաս են հասցնելու մեր տեղական ֆլորային։ Այսինքն, այստեղ ամեն ինչ պետք է կշռադատված ու գիտնականների գիտելիքի հիման վրա անել։ Ոչ թե վերցնել գեղեցկության համար օրինակ, չգիտեմ, բերել ծարտնգել, դա ամենամեծ սխալներն են, որոնց հետևանքները էլի եմ ասում, մենք զգալու ենք տարիներ անց։ Եվ այսպիսի հարց էլ, պարոն Աղայան, մեքենաների չափից շատ լինելը, դա էլ է նպաստում օդի աղտոտվածությանը։ Դա միանշանակ, դա աշխարհով մեկ, տեսեք, տարածված խնդիրներից մեկն է եւ ինչպես գիտեք, Եվրոպայում կարծեմ մինչեւ 30 թիվը որոշել են Եվրամիության երկրներում, որ պետք է ընդհանրապես արդեն բենզինային շարժիչով մեքենաներ չլինեն։ Այդ ներքին այրման շարժիչներից, այո, CO2-ի արտանետումները մանավանդ մեր այսպես հայկական բնավորության համաձայն այդ կատալիզատորների հանումը, որը լիովին այդ ամբողջական արտանետումները արտանետում ենք միջավայր, մենք էլ ոնց որ չգիտակցված, որպես ժողովուրդ եմ ասում, հա, մենք չգիտակցված մենք մեր սերունդների, մենք մեր ընտանիքների առողջության վնասի ուղղությամբ ենք շատ լավ աշխատում։ Աղբանոցներ այրելը, չգիտեմ, այդ տարբեր պլաստիկի թափոնների այրումը բաց միջավայրում, այդ արտանետումները մեքենաների, որոնք որ չեն կառավարվում, այսինքն երկիր մուտք է գործում մեքենան տանում են համապատասխան վարպետի մոտ, ինչ որ կոպեկների համար իրենք իրենց ընտանիքը, իրենք իրենց երեխաների առողջության հետ են խաղում, սա ինձ թվում է ճիշտ նշեցիք, դա համատարած այդ անկրագիտություն ասել։ Նաև կրթության պակասի հետևանքին, որը պետք է սկսել դեռ մանկապարտեզից, այո, մենք ամենուր տեսնում ենք այդ կրթության պակասի խնդիրը, սկսած, չգիտեմ, մեքենայից ծխախոտ նետելով կամ աղբ նետելուց վերջացրած ապօրինի ծառահատումներ, սիգի որս, մնացած հարցերը, որոնք ամբողջացնելով բերում են մեր իսկ առողջության վատթարացման։ Տեսեք, մենք Հայաստանում ցավոք կրծքագեղձի քաղցկեղով չեմ հիշում որ հետազոտության կամ ինչ մասշտաբով էր, բայց Հայաստանը առաջին տեղերում է կրծքագեղձի քաղցկեղի ցուցանիշով։ Դա սարսափելի ցուցանիշ է։ Դա նշանակում է, որ մենք մեր առողջությանը ընդհանրապես չենք հետևում, մենք մեր մայրերի, մեր քույրերի, մեր երեխաների, հա, առողջությանը ընդհանրապես չենք հետևում։ Մի բան էլ մեր անպատասխանատու ու անկիրթ այսպես վերաբերմունքով ու վարմունքով նպաստում ենք վատթարացման վիճակի։ Դա պետք է օր առաջ հետագա սերունդների համար, հա, այսպես ասած մեզանից մեծ ու մեր սերունդը երևի արդեն դժվար է կրտել, գոնե ապակա սերնդին պետք է կրտել այդ ուղղությամբ, որպեսզի իրենց համար պետք չի որպեսզի մենք ունենանք առողջ սերունդ եւ իրենք ունենան առողջ սերունդ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։